Նախորդ հանրահավաքից անցել է շուրջ 1 ամիս, այդ ընթացքում առավել ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան իշխանական ճամբարում։ Խորհրդարանի խոսնակի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրը հաստատվեց ոստիկանապետին պաշտոնանկ անելու եւ նոր ոստիկանապետ նշանակելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի հաջորդ օրը։ Քաղաքական գործիչները հայտարարում էին, թե հրաժարականների հիմքում ներիշխանական հակասություններն են։ 4 օր առաջ իր հրաժարականը վերահաստատած Հովիկ Աբրահամյանն Ազատություն ռադիոկայանին ավելի վաղ ասել էր, թե իր հրաժարականը Սերժ Սարգսյանի հետ համաձայնության արդյունք է։ Մեր քննարկումների արդյունքում նախագահի հետ նախագահն առաջարկեց, որ ես ղեկավարեմ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, որը ես շատ եմ կարևորում։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ 2012 թվականի ընտրությունները լինեն արդար, թափանցիկ, ազնիվ։ Եթե նախագահը կուսակցությունը եւ ես նույնպես ելնելով փորձից կարևորում եմ նախընտրական շտաբի կարևորությունը եւ դրա համար ես չեմ ուզում համատեղեմ այս երկու աշխատանքը եւ չեմ ուզում նաեւ ստվեր գցեմ ազգային ժողովի նախագահի պաշտոնի վրա եւ դա ինչ որտեղ գտնում եմ որ կուսակցության համար մեր թիմի համար կարևոր է 2012 թվականի ընտրությունների արդյունքը։ Քաղաքական ընդդիմախոսները սակայն չմոռացան, որ ընտրություններից ավելի քան 5 ամիս առաջ նախընտրական շտաբ ձևավորելու պատրաստությունն աննախադեպ է։ 2008 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ շտաբի ղեկավարի պարտականությունները ստանձնելու համար Հովիկ Աբրահամյանը հրաժարական չէր ներկայացրել, երբ պաշտոն ուներ կառավարությունում։ Հայաստանի նախագահի վերջին ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում արդյունքների վիճարկման ժամանակ քննության առարկա էր հարցը, թե արդյոք 2008 թվականին վարչապետի պաշտոնի հրաժարական չտված Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի նախագահի թեկնածու անհավասար պայմանների մեջ չէր մյուս թեկնածուների հետ հատկապես այն դեպքում, երբ շտաբը ղեկավարող Հովիկ Աբրահամյանը նույնպես հրաժարական չէր ներկայացրել իր պաշտոնից։ Եվ այն ժամանակ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Սահմանադրական դատարանում հայտարարում էր, թե դա օրենքի խախտում չէ։ Իդեպ Դավիթ Հարությունյանն ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հանդես եկավ մեկնաբանությամբ, թե անհրաժեշտ է մոբիլիզացնել ուժերը, հաշվի առնելով, որ բավականին թեժ քաղաքական պայքար է սպասվում։ Գիտեք, ամենևին չի նշանակում, որ պետք է ունենայինք նախադեպ, հարցը ի վերջո քննարկվել է եւ թեև նախընտրական վիճակ չկա, այնուամենայնիվ քաղաքականության մեջ անհրաժեշտ է արդեն սկսել մոբիլիզացնել ուժերը, հաշվի առնելով նաեւ այն, որ բավականին թեժ քաղաքական պայքար է մեզ սպասում։ Անցյալ ամիս քաղաքական դաշտի գլխավոր իրադարձություններից, հրաժարականներից օրեր առաջ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը դրա ակնհայտ արտահայտություններ համարել պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում իր բնորոշմամբ ծագած լուրջ տարաձայնությունները։ Խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել։ Իսկ որ այդ ճաքերը խորանալու են, բացարձակապես մի կասկածեք։ Այս հրաժարականներին շատ շուտով հետևելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ։ Բանը կարող է նույնիսկ հասնել տուրու դմփոցի։ Ընդդիմության նախորդ հանրահավաքից հետո իշխանական ճամբարում տեղի ունեցած հաջորդ ուշագրավ հանգամանքը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ազատելն էր։ Մինասյանը դա բացատրեց գալիք ընտրությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանին օգնության հասնելու անհրաժեշտությամբ, գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում։ Չուշացան վերլուծաբանների գնահատականները, թե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացնելով եւ նախընտրական շտաբի ղեկավարի պարտականություններն առաջին հայացքից վստահելով իր փեսային նախընտրական շտաբ ուղարկելով երկու խնդիր է լուծում։ Նախ փորձում է ցույց տալ, որ պաշտոններից հեռացնում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն ունեցող անձանց, այլև իր վստահելի մարդու, տվյալ դեպքում փեսայի միջոցով է պատրաստվում վերահսկել հանրապետականի շտաբը ղեկավարելուն պատրաստվող Հովիկ Աբրահամյանին։ Ընդհանուր տրամաբանությունը այս բոլոր փոփոխությունները դա նախընտրական կամպանիայի նախապատրաստում, այդպես կոչված վերևից հեղափոխության կամ էլիտային հեղափոխության գաղափարը դա նախագահի շուրջ կանգնած մի թևի, ասենք, ազդեցությունն է կամ նպատակների իրականացում։
Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե հրաժարականներն ու կադրային փոխատեղումները ներիշխանական խորը ճգնաժամի հետևանք են։ Հանրապետականը քննարկման առարկա դարձրեց նաև Իջևանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցը։ Իջևանում հանրապետական թեկնածուն պարտվեց, քաղաքապետ դարձավ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը։ Ի տարբերություն նախորդ տարիների, միշտ չէ, որ հաղթող է ճանաչվում հանրապետականը, թեև խորհրդարանում մեծամասնություն ունեցող հանրապետականը մյուս կուսակցությունների համեմատ պահպանում է իր առավելությունը, համենքապետերի 70%-ը հանրապետականներն են, բայց վերջին շրջանում ներքաղաքական իրողությունները վերլուծաբաններին հիմք են տալիս պնդելու, թե իսկապես հակասություն կա հանրապետականի եւ Բարգավաճ Հայաստանի միջև։ Հայ ազգային կոնգրեսը, որ ամիսներ առաջ չէր վարանում քննադատել օլիգարխների գոյության հանգամանքը եւ այդ քննադատությունը նախընտրելով չէր մոռանում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, վերջին ժամանակներում հրապարակային ակնարկներ է անում այդ կուսակցության հետ համագործակցելու կապակցությամբ։ Կոնգրեսը անդրադառնալով այսօրվա հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի հռչակմանը, հայտարարել է անհատ падգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանք տանելու տարբերակի մասին։